Վերադարձանք տաղավար, իսկ այս պահին գնանք դիտենք գովաստ, վերադառնանք, մնացեք մեզ հետ, որովհետև շատ քաղցր զրույց ենք ունենալու։ Գովաստ Շանթի եթերում։ Ինչպես գիտեք, ամեն ուրբաթ Լիկա Մեսրոպյանը մեր տաղավարում պատասխանում է շաբաթվա ընթացքում ձեր տված հարցերին։ Լիկան արդեն մեր տաղավարում է, բարի լույս, ուրախ ենք ձեզ էլի հյուրընկալել, չնայած ամեն օր ձեր բաղադրատոմսերը նայում ենք, նաև կրկնում ենք, ինչու ոչ, գոնե փորձում է, դեռ սովորելու փուլում է։ Այսպեսի մի հետաքրքիր հարց ունենք, որոնք են 2025 թվականի թխման նորաձևության թրենդները։ Սա շատ հետաքրքիր էր այն իմաստով, օրինակ ես չի պատկերացնի, որ օրինակ թխելու ոլորտում կան նորաձևության թրենդներ։ Հետաքրքիր որտեղից են գալիս դրանք։ Որտեղից են գալիս, բավական հետաքրքիր է, տեսեք, վերջերս մենք մի կուրս նկարեցինք, որը անվանեցինք նոր սերնդի բիսկվիտներ և կրեմներ, այսինքն կարող է ցանկացած մարդ նորություն հնարել, ստեղծել և դա դառնա թրենդ։ Դա կապ չունի Հայաստանից եկավ, Իտալիայից եկավ, պարզապես եթե սիրվեց, ապա դառնում է թրենդ։ Որոնք են թրենդեր այսօրվա, դա տարբեր համերի տիրամիսուներն են, լիմոնի, բալի համով, մանգոյի համով, նորություն է։ Նաև թրենդային են առանձին բաժակների մեջ մուսային դիսերտները, չնայած որ ես ասեմ մուսային, շատ-շատերը հիասթափված են մուսային խմորեղենից, բայց ասեմ, որ բավական թեթև, բավական նաև վիտամիններով հագեցած և նայած ով է պատրաստում, որովհետև ինչու են հիասթափված, երևի սխալ մուսային խմորեղեններ և դիսերտներ են ժամանակ են կերել և չեն պատկերացնում, որ հիմա արդեն դա բավական կատարյալ և ավելի համեղ է։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուզում են սկսել նոր բիզնես։ Նոր թրենդ են մտածել և որոշել են սկսել բիզնես։ Եթե նոր թրենդ են մտածել, ապա խորհուրդ կտամ չկոտրվեն, բայց Եթե նոր թրենդ չեն մտածել, խորհուրդ չեմ տա, որ սկսեն։ Ինչու, որովհետև հիմա բավական դժվար է փոքր բիզնես պահելը, ես նույնիսկ ասում եմ դու պետք է կողմնակի եկամուտ ունենաս կամ հարուստ լինես, որպեսզի կարողանաս քո փոքր բիզնեսը պահել։ Դրա համար ինչ որ մի ժամանակ խորհուրդ չեմ տա առայժմ, քանի որ աշխարհում փոքր բիզնեսը կարծես շատ ծանր է պահել, խորհուրդ չեմ տա, իսկ եթե հնարեք այնպիսի մի բան, որը որ գոյություն չունի, նորություն է և բացեք այդ շրջանակներում նոր բիզնես, ապա մի տարի հետո կփակվեք, որովհետև ձեր կողքը կբացվեն այդ բիզնեսից։ Այստեղից գալիս են կայեզակացը, որ մի բացեք բիզնես և մի սկսեք։ Առայժմ մի բացեք, մինչև տեսնենք ինչ է լինելու փոքր բիզնեսի վերջը։ Նաև այստեղ մեծ նշանակություն ունի քննադատությունները, իսկ մեր մենթալիտետը այնպես է, առհասարակ չլոկալացնենք, չտեղայնացնենք, առհասարակ քննադատելը շատ տարածված է, հատկապես քննադատում են նրանք, ովքեր ավելի հաճախ ոչ մի բան չեն անում։ Իսկ կանանց դեպքում մի քիչ ավելի խոցելի է խնդիրը, որովհետև կանանց դեպքում այդ քննադատությունը մի քանի տարբեր ֆրոնտներով է գալիս, մի քիչ ավելի լայն է այդ գունապնակ, այսպես ասած, ձեր դեպքում ինչպես է, որ լինելով նաև հանրային մարդ, փորձում եք ինքնավստահությունը պահեք, փորձում եք բիզնեսը պահեք, փորձում եք լինել հանրային, ոնց է լինում, որ չեք կոտրվում։ Նախ իմ լսարանը շատ բարի և շատ դրական լսարան է, ինձ շատ չեն քննադատում, բայց իհարկե լինում են մարդիկ, ովքեր քննադատում են, առհասարակ կան նաև մարդիկ, ովքեր նկատողություն են անում։ Ինձ համար դա պարզապես հասկանալի է և ցանկացած նորմալ մարդու համար հասկանալի են ովքեր են և ինչի համար են, գրում ես առհասարակ չեմ նեղվում, սակայն եթե տարվա մեջ մեկ-երկու այդպիսի նկատողություն, ինչու ես առանց գլխարկ։ Դե ներողություն, էլի, ես նկարը հանվում եմ, դրա համար եմ ես առանց գլխարկ, ես չեմ արտադրությամբ չեմ զբաղվում, ես չեմ դնելու զավաճառքի, դրա համար եմ ես առանց գլխարկի, բացատրություն էլ պետք է տամ, բայց նման մեկնաբանությունները ես հեռացնում եմ և բլոկավորում եմ, այսինքն եթե դու չես ուզում, եթե քեզ համար ես տհաճ եմ, մի նայի, ես էլ քեզ կօգնեմ, կփակեմ քեզ, այլևս մուտք չես ունենա, բայց եթե քննադատությունները
քննադատությունը դա արդեն մասսայական է, գլոբալ է, իմ դեպքում չէ, ընդհանրապես, եթե թեման բացվեց, խոսենք, այսպեսի մի հետաքրքիր բան կա, եթե ժողովուրդը ընդհանուր մի բան է քննադատում, այդ դեպքում արդեն մտածելու բան ունես։ Եթե ես ինչ-որ մի սխալ բան անեմ եւ տեսնեմ, որ հարցակում գործեցին եւ նկատողությունները շատացան եւ քննադատությունները, այդ դեպքում ես կմտածեմ, որ ես ինչ-որ մի սխալ բան արել եմ, որովհետեւ ժողովուրդը միշտ երբ որ բոլորը միասին են մի բան ասում, ճիշտ են։ Բայց եթե 1, 2, 3 սիրում, լոգավորում ենք եւ վերջը։ Անցնում ենք առաջ։ Այո։ Ինչը կարող է փչացնել նույնիսկ ամենահամեղ տորթի տպավորությունը։ Վատ էներգիայով պատրաստած տորթը։ Ահա։ Եթե մարդը չսիրելով է անում, զորով է անում, ստիպված է անում, չուզելով, ապա միանշանակ կփչացնի։ Իսկ սիրելով եթե անում ես, ժամանակ ես ծախսում, սեր ես դնում։ Իզա նշանակություն է, թե տորթը ում համար եք անում, այսինքն պատվիրատուն ով է։ Ինձ համար չէ, ինձ համար կապ չունի, որովհետև ինձ համար կոնկրետ լագի հաճախորդը իմ հարազատն էր, ես այդպես եմ ընկալում, որովհետև նա եկել է լագի եւ ես իր տորտը պիտի պատրաստեմ ամենահամեղը, հատկապես երբ որ բաժին է հասնում ինձ, երբ որ ես պիտի պատրաստեմ, ոչ թե մեր դիզայներները, չնայած մեր դիզայներները հրաշալի են պատրաստում, ես ավելի յուրահատուկ եմ մոտենում։ Այ ընկերներից մեկը տորթ էինք ուտում եւ ինքը ասաց. «Ոայ սա կներեք ասում, ոայ բայց սա լակի չի», ասում դու ինչի՞ց հասկացար ինքը երկրպագու է, ես էլ արդեն Իրանով սկսել եմ շատ օգտվել։ Ինքը ասում է լայքի չի, բայց ասում բայց ինչի՞ց հասկացար որ լայքի չի։ Ու ինքը տենց երկար բացատրում է համային, բայց հետաքրքիր է որ որոշակի ձեռագիր եւ արդեն հաճախորդ է, գիտի որ սա լայքի է կամ սա լայքի չի։ Հետաքրքիր է որտեղից է գալիս այդ ձեռագիրը կամ ոնց է հաճախորդը միանգամից զգում որ սա լայքի չի։ Իհարկե կզգա։ Տարբերությունը շատ մեծ է։ Նախ մեզ մոտ խմորեղենները մեկօրեն ցուցադրվում, վաճառվում, միշտ թարմ է եւ հիմա բոլորն են դրա մասին խոսում, բայց մերը իսկապես այդպես է, ես չեմ խոսում։ Նախ բաղադրիչներն են լավ որակի ընտրված, մարդը ուտում է եւ հասկանում է։ Իհարկե մարդիկ կան, որ ուտում են, չեն հասկանում համեղ էր թե համեղ չէր, քաղցրեր ասում են համեղ էր, բայց մարդիկ ովքեր գնահատում են որակը, միանշանակ զգում են։ Եվ մի բան պատմեմ, մի քանի տարի առաջ ընկերուհի զանգահարում ասում է, գիտես չէ, ասում է, լակի տուփով մեր հարևանուհին ուրիշ խմորեղեն էր մեջը դրել, բերել էր մեր տուն։ Իսկ ես գիտեմ լակին։ Անմիջապես հասկացա, որ լակի չի։ Այսինքն զգուշ եղեք, տուփերը մնում են, բայց մեջինը երբեմն լակի չի լինում։ Ձեր կարծիքով հրուշակագործությունը ավելի շատ արվեստ է, թե ճշգրիտ գիտություն։ Ինձ համար արվեստ է, միանշանակ արվեստ է։ Հա, արվեստ է։ Այ ոչ թե ճշգրիտ գիտություն։ Բայց հետաքրքիր է որ ժամանակի հետ ձեր դեպքում այդ խնդիրը եղել է թե չէ որ ժամանակի հետ ինչ որ մի բան արդեն ինքը տարածվում է արդեն օրինակ պատվերները շատ են լինում եւ այլն արդյոք նույնն է լինում մոտեցումը համը վերաբերմունքը ոնց եք փորձում այդ անհատական մոտեցումը պահել։ Այ շատ լավ հարց էր։ Հիմա ես ասեմ շատ-շատերին ինձ ասում են ինչի քաղաքի կենտրոնում չունես խանութ։ Ես չեմ ունեցել եմ 5 խանութ, ունեցել եմ քաղաքում եւ հասկացել եմ, որ ամեն ինչ որ արտադրվում է մեզ մոտ պետք է անցնի իմ աչքի առջևով, այսինքն իմ հսկողության տակ պիտի լինի։ Եթե ես շատ սկսեմ արտադրել, հսկողությանս տակից դուրս կգա։ Հասկանում եք, ես չեմ հասցնի։ Վերահսկելի չի լինի։ Այո, չեմ հասցնի վերահսկել եւ այստեղ ես կտուժեմ որակային։ Դրա համար յուրաքանչյուր տորտ, յուրաքանչյուր խմորեղեն, յուրաքանչյուր խմորեղենի վրայի դետալ անցնում է իմ եւ իմ մամայի հսկողությամբ։ Մամայի, շատ լավ բան ասացիք, արդյոք նաև մայրիկի բաղադրատոմսերն եք օգտագործում։ Մայրիկի, մամայի բաղադրատոմսերն էլ եմ։ Տատիկին է հիշում ենք արդեն, իսկ մաման պատրաստում էր տատիկի բաղադրատոմսերով։
Այ մեկ լինում է, որ ասուն ոյ այն ժամանակվա տորթերը ուրիշ համ ունեն եւ այլն, այդ մարդկանց մենթալիտետն է, թե ժամանակների ընթացքում օրինակ բաղադրիչները փոխվում են, հետաքրքիր է այդ ոնց է լինում, որտեվ ամեն դեպքում կյանքը առաջ է գնում, բաղադրիչներն են շատ հաճախ փոխվում եւ երբեմն դժվար է ստանալ այն համը, որը օրինակ արդեն դասական է արտադրության մեջ եղել է 5 տարի առաջ։ Նախ մանկական համը դա երբեք չի մոռացվում։ Եթե մենք մանկությունից բերենք նույն ենթադրենք կորժիկը, հա, որ բոլորը բուֆետում գնում են եւ հիշում են, այսօր ուտեն կասեն չէ, այն չի։ Մանկական համը մնում է միշտ հիշողության մեջ։ Եվ այո, որակային բավական մեծ փոփոխություններ կան, թե կարագը, թե շոկոլադը, այլևս եւ թթվասերը, կաթնամթերքը, այլևս այն չի, ինչ որ ես հիշում եմ։ Եվ մենք այսօր կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, կոնկրետ եկեք վերցնենք, խոսենք կարագի մասին, հա։ Նույնը կաթնամթերքը, որը օգտագործում են եւ այլն, ալուրը, անպայման, շաքարավազ, ամեն ինչ։ Բայց ես հիմա կոնկրետ բերեմ օրինակը կարագի վրա։ Բերում են տուփով, ես ստանում եմ լավագույն կարագը։ Մեծ տուփով, ոչ թե փաթեթավորված։ Փաթեթավորվածը չեն կարողանում ինչ որ խառնուրդներ անել, որովհետև հետո նորից փաթեթավորել արդեն պարզ կլինի, հա, բայց թանկ է, արտադրության համար չարժի փոքրիկ տուփերով գնել, մենք գնում ենք մեծ տուփերով, ժամանակ առ ժամանակ ես կրեմը, անպայման կրեմերը փորձում եմ, համերը, որպեսզի այնտեղ նոր վանիլա եկել, հնարավոր է նույն քանակը արել են, չի, եւ այլն, եւ այլն։ Եվ զգում եմ տարօրինակ, իսկ ես սարսափելի սուր զգում եմ ոչ բնական համերը։ Զգում եմ ինչ-որ մի մանային չի, նույն կարագն է, հարցնում ենք ներմուծողին, երեք լավներ, այսօր լավը չի, ինչու՞մն է խնդիրը, եւ այսպեսի մեզ պատասխան է գալիս, որ մենք երբ որ պատվիրում ենք ինչ-որ մի երկրում, չեմ ուզում ասել երկրի անունը, մեզ այսպեսի պատասխան է գալիս, որ բավական է այսքան քիչ եք պատվիրում, փոքր երկիր ենք, չէ, ենթադրենք 50 տոննան իրանց համար ոչինչ է, մի հատ էլ բողոքում եք, բայց ինչ է տեղի ունենում, երբ որ ես էլ բացատրեմ, երևի հետաքրքիր կլինի, երբ որ կարագը գործարանում արտադրվում է, գալիս է, արդեն լցվում է, փաթեթավորվում է, այն ամենավերջի, որ արդեն գալիս է, դա արդեն որակը այն չէ, հա, գալիս է այդ վերջինը, արդեն փաթեթավորվում է եւ ներմոդում։ Դա մեկ, երկրորդը, ես ենթադրում եմ, դեռ 100% չգիտեմ, բայց իմ կարծիքով գալիս է Հայաստան եւ այստեղ ինչ որ մի խառնուրդ, մի բանի հետ խառնվում է, որովհետեւ կարագից բանի սոյայի կամ պալմայի յուղի համ պիտի չգա։ Ես կարագը լավ եմ ճանաչում։ Այսպեսի բաներ կա, նույնը մնացած մթերքների հետ գալիս է, ենթադրենք նույն կաթը, շատ լավն է, մենք եփում ենք կրեմ, մեկ էլ համ, շատ տհաճ համ, լինում է այդպեսի, եւ մարդիկ ժամանակ ասում են որակը գցել եք, որակը մենք չենք գցել, որակը մթերքներն են, որ արդեն, այո, Որ սխալներ են հաճախանում սկսնակները, երբ փորձում են ձեր տորթերը կրկնօրինակել։ Այս հարցը նախորդ անգամ էլ է եղել։ Նույն հարցը նորից են տալիս։ Նորից են այս հարցը մեզ գրել, այսինքն ինչ-որ մարդ նորից հետաքրքրված է այս հարցի պատասխանով։ Երևի նախորդը չեն լսել։ Կրկնողներից են ինձ թվում է հենց։ Դե ես արդեն ասել եմ, անցյալ անգամ այսօր չեմ կարողանում նոր պատասխան տալ, ամեն դեպքում բաղադրիչներն են, որ նույնը չեն կրկնում, բաղադրիչը շատ մեծ դեր է խաղում թխվածքի որակի մեջ։ Բայց տանը հնարավոր է հասնել ինչ որ առումով մեր պատկերացրած պրոֆեսիոնալ տարբերակին, ես ինձ կոնկրետ շատ հետաքրքիր է, որովհետև ես շատ հաճախ եմ փորձում ինչ որ մի բան թխել, բայց օրինակ լինում է, որ մի քիչ ուրիշ ձև է ստացվում, այ ոնց տանը հասնել պրոֆեսիոնալ արդյունքի։ Գիտեք, տանը եթե շատ թխեք, այսինքն պրակտիկա ունենաք, կհասնեք պրոֆեսիոնալիզմի
անընդհատ աշխատել, անընդհատ աշխատել։ Եվ բնականաբար վաղը ձեր բիսկվիտը ավելի լավը կստացվի, մյուս օրը ավելի լավը կստացվի։ Շնորհակալություն։ Հուսամ, որ բոլոր հարցերը, որոնք հեռուստադիտողը հատուկ գրել էր ձեզ համար, ստացավ իր բոլոր պատասխանները։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, վստահ եմ, ավելի շատ հարցերով։ Ձեզ հաջողություն եւ բազմաթիվ նոր բաղադրատոմսեր, որոնք մենք ինքներս էլ կփորձենք տանը։ Իսկ այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Մնացեք մեզ հետ։